Նախագծային նպատակը ներկայացնել և ուսումնասիրել Արամ Մանուկյանի կյանքի գործունեությունը և նրա կարևոր դերը պետականության ստեղծման գործում։ Բացահայտել, թե ինչու է նա համարվում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչ։ Ներկայացնել նրա կազմակերպչական առաջնորդական հատկաչները կազմակերպչական կարողությունները, հասկանալ, թե ինչու է նա համարվում հիմնադիր գործիչ։ Արամ Մանուկյան, Սարգիս Հարությունի Հովհաննիսյան, ծնվել է 1879 թվականի մարտի 19, Ղափանի Զևագյուղում, արհեստավորի ընտանիքում։ Շուշիում դերձակություն անող եղբայրությամբ ավարտել Արգորիսի ծխական ուսումնարանը և 1890-ին ընդունվել Շուշիի թեմական դպրոցը։ Դաշնակցության ազդեցությունը շատ մեծ էր աշակերտության մեջ, և Արամը երեքերների հետ հաճախ էր ոստանում տնօրենության դեր։ Ի վերջո խռովոյ ցույցերից հետո երեքերների հետ վտարվել է դպրոցից և 1907-ին ընդունվել Երևանի թեմական դպրոցում։ Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ 1901-1903 թվականների գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում, 1903 թվականին Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կազմակերպչական խմբեր փոխադրելով։ 1904-1908 թվականների գործել է Բանում, որտեղ նրան անվանել են Բանի Արամ։ Ապա Օդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում։ Ընտանիքը ամուսնացած էր Հայաստանի առաջին խորհրդանանի երկրորդ գումարման պատգամավոր բժշկուհի Կատարինա Մանուկյանի հետ։ Ունեին մեկ դուստր Սենա։ Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել մի քանի շրջան։ Արամ Մանուկյանը Բանում կարևոր դեր ունեցավ մարդկանց ինքնապաշտպանության և կազմակերպման գործում, դարձավ առաջնորդ, միավորեց բնակչությունը և ստեղծեց կազմակերպված ուժ, նա ստեղծեց բանակ և ջոկատներ, նաև Վանի ազատագրումից հետո Արամ Մանուկյանը ստեղծեց ժամանակավոր կառավարություն, որտեղ կանոն էր ստեղծված կարգ կանոն։ 1916-17 թվականներին Արամ Մանուկյանը աշխատել է Թիֆլիսի ազգային բյուրոյում և հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյում, որտեղ հիմնականում զբաղվել է արևմտահայ գաղթականության հարցերով։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջամարտի կազմակերպման գործում։ 1917 թվականին որպես Հայ ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ ժամանել է Երևան։ Ծանոթանալով տեղում ստեղծած ծանր պայմաններին, Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու նպատակով։ Գլխավորել է նոր ստեղծված հատուկ կոմիտե, որը օժտել է նրան լայն լիազորություններով։ Իսկ 1918 թվականի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր։ Արամ Մանուկյանը բազմաթիվ կոչեր է, որ ժամանելով դիմել է հայ ժողովրդին, սեփական ուժերին վստահելու, թուրքական ուժերից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Մենակ է, և պետք է ապավինենք միայն ներուժը, թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար։ Արամ Մանուկյան։ Սարդարապետի հետ Բաշնապարանի հերոսամարտերի ժամանակ պահվել է հայկական բանակի թիկունքը, մոբիլիզացրել ժողովրդին, հավաքակել ռազմական և քաղաքացիական ուժերը, խթանել միասնական պայքարը։ Երրորդ շրջան Հայաստանի առաջին հանրապետության ստեղծում։ 1918 թվականի մայիսի 20-ին հրապարակվեց Հայաստանի առաջին 1918 թվականի մայիսի 20-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը, ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որը նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլով, արդեն պետական։ Պետական իշխանությունը ժողովրդի ճակատագրին ներկայացնելով Արամ Մանուկյանը անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը, պետականության հիմքերի վրա դնելու գործը։ Արամն է, որ հասարակ կառավարներ ազգային խորհրդի, նա կազմակերպել էր վարչությունները և սպասում էր նորընտիր կառավարության և ազգային խորհրդի ելման տեղափոխվելուն։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարություն։ Երևանի ազգային խորհրդի վարչության ստեղծումը մինչև Հովհաննես Քաջազյանի գլխավորությամբ Հայաստանը ժամանել Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը։ Արամ Մանուկյանը վարչության նախագահն էր և զինվորական բաժնի վարիչը։ 2 ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի կառավարությունը Հայաստանի պետականաշինության, կյանքի տարբեր ոլորտների և ավանդական կայունության գործում մեծ աշխատանք կատարեց և 1918 թվականի հուլիսի 19-ին Արամի վճռական պահանջից հետո միայն Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի և Հովհաննես Քաջազյանի կառավարության անդամները ժամանեցին Երևան։ Արամի պետական գործունեության չորրորդ փուլը սկսվում է 1918 թվականի հուլիսի 26-ին ներքին գործերի նախարարի պաշտոնի ստանձնումով։ Սիմոն Վրացյանը գրել է, որ Արամը միակն է, որը խառնակորերին ընդունակել կարգ և անդորություն պահել երկրում և պետական շինարարություն սկսել։ Հայաստանի Հանրապետության երկրորդ կոալիցիան կառավարության ձևավորման ժամանակ Դաշնությունը խոստովանեց, որ միայն Արամ Մանուկյանն է իր վիճակի երկրում կարգ ու կանոն պահպանել։
Արևմանուկյանը կարևորում էր երկրում գրագրություն հայացնելը։ Նրա առաջարկությամբ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ին իսկ որոշում ընդունեց, որ նոյեմբերի 1-ից հեռակետը ռուսերենից բացի հայերեն լեզվով պետք է հաղորդվի։ Որբերին հատուկ ուշադրությամբ եւ փոխադարձությամբ էր վերաբերվում։ Ժողովրդին կոչ անելով օգնել որբերին եւ փոխադարձ ջանքերով փրկել նրանց։ Կամ ներկեջ երբ օրենքի իրավունքը գործադրելով մենք հանցավորներ կդառնանք։ Մանավանդ այնպիսի ծանր ու անբնական